Ապրիլի 16-ին Հայաստանում նշվեց ոստիկանության օրը, արդեն 107 տարի իրավապահ մարմինները պահպանում են հասարակական կարգը, ապահովում քաղաքացիների անվտանգությունը։ Այս առիթով Սիսիանում կազմակերպվել էր միջոցառում, որի ընթացքում ոստիկանության մարզային վարչության մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին։ Ոստիկանության գնդապետ Էդգար Պետրոսյանի խոսքով մասնագիտական օրը ևս մեկ առիթ է հասարակության հետ կապն ամրապնդելու համար, ուժային այս կառույցը պետք է լինի համայնքահեն։ Հենց համայնքային ոստիկանության դերն է ըստ էության նաև միաձուլվել համայնքի հետ, հասկանալ խնդիրները, որոնք առաջին հերթին, առաջին հայացքից թվում է թե ոստիկանական չեն, համայնքին են վերաբերվում, բայց դրանք փոխկապակցված են եւ ոստիկանությունը պետք է մասնակցի նաև ըստ էության առաջի հայացքից ոստիկանության գործառույթներին չվերաբերվող խնդիրների լուծմանը։ Արդարադատության փոխգնդապետ Լիլիթ Ջահանգիրյանը ևս պարգևատրվեց։ 19 տարի է ինչ ոլորտում է, հպարտությամբ է շեշտում այդ փաստը։ Ոստիկան իր տեսակով այն մարդն է, ով պատերազմի ժամանակ զինվոր է, խաղաղության պայմաններում հանցավարության դեմ անողով պայքարում առաջամարտիկ։ Աղետների ժամանակ նա փրկարար է, անչափահասի կողքին ուսուցիչ է, դժվարությունների ժամանակ հոգեբան է, անհրաժեշտության դեպքում նաև բժիշկ է։ Շնորհավոր տոնդ սիրելի ոստիկան, շնորհավոր տոնդ իմ հայ ոստիկան։ Հրազդան Կոստանյանի խոսքով համակարգում տարիներ շարունակ իրականացված բարեփոխումները միտված են եղել թափանցիկ ու արդյունավետ աշխատանք ապահովելուն։ Մենք ենք այն պաշտոնյան, այն ծառայողը, ով անձնագրի հանձնումից մինչև անվտանգ երթևեկության ապահովում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը։ Մաղթում եմ, որ ամենադժվարին իրավիճակում անգամ մեծ պատասխանատվությամբ, արժանապատվությամբ կատարենք մեր մասնագիտական դժվարին գործը, հիշելով, որ մենք կոչված ենք ծառայելու Հայաստանի Հանրապետությանը։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը շնորհավորեց իրավապահ համակարգի ներկայացուցիչներին ևս մեկ անգամ արժևորելով մարզում նրանց ունեցած դերը։ Կարևոր է, որ հայն իր հայրենիքում ապահով զգա, նշում է։ Ես չեմ կարողանում հիշել որևէ դժգոհություն, որը ուղղված լինի ոստիկանության այս ողջ ընթացքում։ Սա խոսում է նրա մասին, որ Սյունիքում օրենքը մեծապես, ես չեմ ասի 100%, որովհետև մենք միշտ պիտի առաջ նայենք եւ զարգանանք, գերակայում է, արկա է համերաշխ միջավայր, արկա է արդարություն եւ ամենակարևորը արկա է միասնություն, ինչը հենց մարզի դիմադրողականության գլխավոր նախապայմաններից մեկն է։ Ոստիկանների պատասխանատու եւ դժվար աշխատանքն արժևորեց նաեւ Սիսիանի համայնքապետ Հովսեփ Առաքելյանը, վստահեցնելով համայնքը պատրաստ է մշտապես աջակցել նրանց։ Իր շնորհիվ ձեր նվիրատվության, արիության, պրոֆեսիոնալիզմի եւ շուրջօրյա անխոնջ աշխատանքի մենք կարողանում ենք ապրել, սովորել, աշխատել եւ արարել ավելի անվտանգ միջավայրում։ Միջոցառումը եզրափակվեց հայրենասիրական կատարումներով։